Արտույտը կիրգիզական հեքիաթ։ Արտույտը թռչելիս մի անգամ պատահաբար խոտերի մեջ է կորցնում իր տեբետեյը։ Խոտ, այ խոտ, իմ տեբետեյը տուր, խնդրում է արտույտը։ Չեմ կարող, ինքս հազիվ եմ կանգնած մնում, շարժվել չեմ կարող, պատասխանում է խոտը։ Որ էդպես է, ես էլ այծին կգանգատվեմ, թող քեզ ուտի, ասում է արտույտը ու թռչում։ Այծ, այ այծ, էնտեղ շատ խոտ կա, ասում է արտույտը այծին, գնա ու կեր։ Դա իմ գործը չի, շուտով ես ձագ պիտի ունենամ, շարժվել չեմ կարողանում, ասում է այծը ու նստած մնում։ Որ էդպես է, ես էլ գայլին կգանգատվեմ, թող գա ու քեզ ուտի, ասում է արտույտը ու թռչում գայլի մոտ։ Գայլ, այ գայլ, էնտեղ ցածում մի այծ կա, գնա ու կեր նրան։ Ժամանակ չունեմ, չես տեսնում, ինձ համար որջ եմ սարքում, պատասխանում է գայլը ու շարունակում իր գործը։ Որ էդպես է, ես էլ հովվին կգանգատվեմ, թող քեզ սպանի, եւ արտույտը թռչում է հովվի մոտ։ Հովիվ, այ հովիվ, էնտեղ լեռներում գայլն իր համար որջ է շինում։ Էնպես է գործով զբաղված, որ ոչ ոքի չի նկատում։ Գնա ու սպանիր նրան։ Ժամանակ չունեմ, քանի ժամ է չեմ կարողանում կորած ձիերից գտնել, ասում է հովիվը։ Որ էդպես է, ես էլ բային կգանգատվեմ, ասում է արտույտը ու թռչում բայի մոտ։ Բայ, այ բայ, հովիվը կորցրել է քո ձիերին ու չի կարողանում գտնել։ Կանչիր թող գա ու մի լավ ծեծ տուր նրան։ Ինչ է, էլ բան ու գործ չունեմ, տեսնում ես փորս չեմ կարողանում գետնից կտրել, պատասխանում է բայը։ Լավ, որ էդպես է, ես էլ կգանգատվեմ մկանը, թող նա քո փորը ծակի, ասում է արտույտը ու թռչում մկան մոտ։ Մուկ, այ մուկ, էնտեղ յուրտում մի բա է պառկած, էնպես է յուղի մեջ կորել, որ տեղից շարժվել չի կարողանում։ Գնա ու նրա փորը մի լավ կրծոտիր։ Ժամանակ չունեմ։ Ինչ է, չես տեսնում, որ իմ փոքրիկների համար բույն եմ փորում։ Ես դեռ չեմ վերջացրել, պատասխանում է մուկը։ Լավ, որ էդպես է, ես էլ կգանգատվեմ այն չարաճճի տղային, թող նա քո բույնը ջուր լցնի, ասում է արտույտն ու թռչում տղայի մոտ։ Տղա, այ տղա, էն մկան բույնը ջուր լցրու, նորից խնդրում է արտույտը։ Մկների հետ գլուխ դնելու ժամանակ չունեմ, պատասխանում է տղան։ Ես էլ իմ դարդն ունեմ, ճաներս եմ տանուկ տվել, հորթներին լավ չեմ նայել, և նրանք կովերի ամբողջ կաթը խմել են, պատասխանում է տղան։ Որ էդպես է, ես էլ մորդ կգանգատվեմ, ասում է արտույտը ու թռչում տղայի մոր մոտ։ Մայր, այ մայր, որդիդ իր բոլոր ճաները տանուն էլ տվել, հորթերին էլ լավ չի նայել, ամբողջ կաթը խմել են, լսիր մի լավ ծեծ տուր տղայիդ։ Էլ բան ու գործ չունեմ, այ արտույտ, ձեռքերս բուրդ գզելուց հոգնել են, որ էդպես է, ես էլ քամուն կգանգատվեմ, թող քո բուրդը տանի։ Եվ արտույտը գանգատվում է քամուն։ Քամի, այ քամի, էս կնկա բուրդը տար։ Քամին համաձայնում է, ուժեղ փչում ու քշում տանում է կնկա բուրդը։ Բարկությունից կինը ծեծում է իր տղային, տղան էլ բարկանում է ու ջուրը լցնում մկան բույնը։ Մուկը դուրս է թռչում իր բնից ու կատաղությունից կրծոտում է բայի փորը։ Գլուխը կորցրած բայը ծեծում է իր հովվին, հովիվն էլ որոշում է սպանել գայլին, իսկ գայլը վեր է կենում ու ընկնում այծի ետևից։ Այծը վախից թաքնվում է խոտերի մեջ, տեսնելով այծին, խոտը տեբետեյը տալիս է արտույտին։ Այդ օրվանից արտույտը իր տեբետեյը այնպես ամուր է դնում գլխին, որ այլևս վայր չի ընկնում։